Խաղաղություն բոլորիդ Աստծո ժողովուրդ։ Հոյակապ եղանակ, ամեն։ Որ գիրովական ապրեիք, այս եղանակը ընտիր կեղներ, ասեք ամեն։ Ընդեղ միշտ ցուրտ էր, տարվա կեսը խոնավ, մնացած ժամանակ, ասենք մի երկու ամիս տակ ու էլի ցուրտ։ Ուզում եմ երկու ապդեյթներ անեմ ձեզ, մեր եկեղեցու հետ կապված, դրանց հետո այսօր մի հատ հետարքիր քարոզ ունեմ, որ կուզեմ ձեր հետ կիսվեմ, ինձ թվում է մի քանի բանի մեջ կօգնի, չգիտեմ։ Ամեն ժամանակ փորձում եմ մարդկանց օգնեմ, որպեսզի ազատ լինեն տարբեր անեծքներից, որովհետև դժվար է, երբ որ գալիս ես Աստծուն ու անընդհատ նեղությունների մեջ ես ընկնում։ Մեր ստեղի շենքի մեծերը ոնց որ ուզում են համաձայնվեն մեր կոնտրակտը շարունակենք, բայց չգիտեմ ինչքան ժամանակով, բայց ուզում ենք լրիվ վերցնենք մեզ, թե չէ տենց կիսատ կարող է չհամաձայնվեն։ Էլի գինը ըլլելու է համարյա 9-ից մոտ $9,000, տենց չի որ մնալու է էժան։ Էդի մեկ, երկրորդը մյուս ամսվանից երևի արդեն կսկսենք գնալ այն եկեղեցիները, որ տալիս են մեզ, ինձ կարող մի քիչ տեսնեք մի քանի ժամանակ, նրանց որ քարոզել եմ սովորացրել, իրանք կսկսեն քարոզելը, որպեսզի այդ եկեղեցիներն էլ կարողանանք սարքենք։ Հետո մի հատ քույրիկ ունենք Ճապոնիա, այսօր իմեյլ արել, ինձ ասում է կարող ա ստեղ էլ գաք, կնոջս հետ ճանապարհին խոսում էի, այն ժամանակները եկեղեցիները ավետարանիչներ են ուղարկում տարբեր երկրներ, որպեսզի ասենք այդ եկեղեցիները, որ struggle են անում, ասենք աղքատ են, փող չունեն կամ հովիվները, ասենք օրինակ համար Հայաստանում այն ժամանակ մեր քարոզիչները երկու հատ Աստվածաշունչ ունեն իրանց մոտ, ոնց որ կոպիտ ասած study Bible ունեն, մի հատ ռուսերեն էր, մի հատ հայերեն, մի հատ հայերենի մեջ են, մի հատ ռուսերենի մեջ են, այդքան բան, բայց եթե դուք տեսնեք ես ոնց եմ սովորում, it's crazy, մի երկու ժամվա մեջ կարամ 10 տարվա ինֆորմացիա ունենամ, it's like just use the Google, հետո ստեղի ասենք հայ քարոզիչները, օրինակ Ամերիկայի անգլերեն չգիտեն շատերը, էլի struggle են անում, certain բաների մեջ, չեն կարող հասկանան։ Իմ լավն է նա, որ ես կարողացա ինձ ստիպեմ եբրայերեն ու հուներեն սովորեմ, որպեսզի կարողանամ ճիշտ լեզուն հասկանամ, թե չէ իմ համար էլ էր դժվար։ Բայց ասենք երկրներ կա, որ խոսքը չգիտեն, բացում են Աստվածաշունչը, կարդում են ու սենց նայում են, ասում են, տենաս էս ինչ է նշանակում ու փագում են։ Ավելի շատ քարոզում են Կորինթացիներից, Ռոմեացիներից, ավելի շատ քարոզում են, ասենք, սենց, այն ինչ որ իրանք ապրում են։ Հա բայց Աստվածաշունչը խոնտանիքի մասին չի մենակ, հազար ու մի բան կա, որ օրինակ Աստծո հետ ուխտ կապել, ամուսնությունը ոնց վարել, սատանայի հետ ոնց հարցը լուծել, անեծքները ոնց մաքրել, միլիոն հատ բան կա, որ պետք է վրան աշխատես, չես կարող մենակ ասես, սիրի կնոջդ, սիրով իրար համբյուրեք, հետո բա սատանային ինչ ասեմ աղբեր ջան իմ հետ գործ չունես, ձեր կարծիքով ինքը կթողա կգնա, ասենք երկրներ կա, որ այն ժամանակ ուղարկում էին, հետո ինչ արեցին, վերցրին այս ավետարանիչները մի քիչ աֆերիստ են, փողի վերածեցին, մտնում ես իրանց վեբսայթը գրած է 5,000 տուր կամ քո մոտ, հիմա ես 5,000 չունեմ, ոնց գամ, ասենք մարդիկ կան, որ ցանկություն ունեն, ասենք եկեղեցիները, օրինակ Աֆրիկա մի հատ մեծ եկեղեցի կա, իրանք մոտարապես 20 հատ եկեղեցի ունեն, ու այդ հովիվը ինձ խնդրում է, որ ես իրանց Աստվածաշունչ սովորացնեմ, բայց գիտեք ինչն է վատը, մի հատ վատ բան կա, ես պետք է առավոտ 4-ին արթնանամ, որ նստեմ Zoom-ով իրանց սովորացնեմ, մի ժամանակ Պակիստան, Հնդկաստան, արդեն գժվում էի, ժամերը իրանց անկապ է, իրանց ցերեկը իմ առավոտն է, իրանց առավոտը իմ գիշերն է, արդեն պետք է քնած եղնեմ, իրանց ասի կներեք, չեմ կարա, այտենց ամեն, ու իրանք հա ուզում են,
կարաս, ասում եմ, չէ։ Քանի կտորերն է, չէ, չի իլում։ Հետո այդ պակիստանցիք հետարքիր ասում ես Աստված սիրում է քեզ, իրանք 5 ժամ խոսում է, ասում եմ եղբայր, ես քեզ ընդհանրեն ասեցի Աստված քեզ ինչ ես խոսում։ Հոп, երկու բառ պետք է ասեիր, այդ ինչ ես ասում։ Ասում դե բացատրում եմ, ասում ինչ որ Աստված իրան սիրում է։ Ասում հա։ Okay։ So էտա մի քանի հայտարարություններ դրանք են, մյուս եթե համաձայնվեն, արդեն մենք ստեղ կունենանք ռեգուլյար ծրագիրներ, մի հատ ուրիշ բանել են որոշել, չգիտեմ, կաշխատի թե չէ, այ օրինակ համար կուզեմ եկեղեցին ծոմի օր ունենա, ասենք կան ստեղ ծոմ պահեն գիշերը գնան տուն քնեն։ Կարելի է 3 օր անել, էլի 3 օրը տենց շատ կօգնի ձեզ։ Իմ պահած ծոմերը ես միշտ հաղթանակ ունեմ, ձերը չգիտեմ, որտեվ ես մի ժամանակ պահում էի այն ծոմերը, որ ինձ սովորացնում էին։ Եվ տարիները արեցի, տեսա ոչ մի բանի մեջ չի օգնում։ 3 օր եմ ծոմ պահել, 5 օր եմ ծոմ պահել, շատ գիտեմ ինչ։ Ես նկատի, որ անիմաստ է, դրա համար փոխեցի, ես գնացի Աստծուն, ասեցի՝ մի րոպե, այս ինչ որ լսել եմ այս ծոմերի մասին, աշկից ոնց որ ոչ մեկն էլ չի աշխատում։ Ինքն ասաց, որովհետև քո պահած ծոմերը ես չեմ ընդունում։ Ասի, բա որ ծոմն ես ընդունում, ասեց, այն որ ես եմ պահել։ Դե էտել այն որ անդրել եմ Հիսուսի ծոմը, Jesus style, էլի տենց եմ դրել։ Դրա համար անցյալ անգամ ձեզ ասեցի, որ Դանելի ծոմը այսօր ժողովուրդը հարմար են ընդունում էդի պահեն, հա բայց էդի դրա մեջ հաղթանակ չկա։ Երկրորդն էլ էդի եթե մասնագիտորեն նայենք, էդի ծոմ չի համարվում։ Բայց թե ջհուդներն ու կաթոլիկ եկեղեցին convert են արել ծոմի։ Իրանք ասում են, այն ինչ որ դու afflict ես անում քո շունչդ համարվում է ծոմ։ Հա բայց այդ Հիսուսը կարար մի բաղինց բոր շեփեր, հետը տաներ անապատ, քիչ ուտեր էլի։ Երբ որ գնացել է ոչ մի բան չի ուտում, չի խմում, դա ուրեմն ճիշտ ձևն է ծոմի։ Եվ երկրորդը, ծոմի ժամանակ պետքա միտքդ afflict անես, պետքա միտքդ ջարդես։ Իսկ այսօր մարդիկ գործ են գնում, աշխատում են, քշում են։ Տենց ես կարամ ահագին ժամանակ, որովհետև միտքդ որ ասենք օրինակ համար փակում ես, մարդ միտքը ոնց որ հոգնի, գժվի։ Օրինակ, որ մենք գնացել ենք ծոմ պահելու, այնտեղ մարդ կար ասում է, «Էս ինչ ձևի եկեղեցի, էս ինչ են անում անդամ, հոգնել էր պարապությունից, չգիտեր ինչ աներ», ասում է, «Ես ծոմ եմ պահել, բայց այս ձև չէ»։ Դե էդ է ծոմը։ Թե չգնաս, մանգաս, ֆրֆրաս, կարաս քեզ վարժեցնես, լավ է վարժացնելը։ Բայց եթե ուզում ես հաղթանակ ունենաս, պետք է ճիշտ ձևով անես։ Եթե չանես, you're wasting your time. Let's just put it that way. Այդ ծոմը, որ ես եմ պահում, extremely դժվար է։ Դրանց հետո կարող է հիվանդանաս, կարող է աթակներ ունենաս, կարող է 1000 մի բանի մեջ ընկնես, որ հաստատ է։ Բայց պետք է դիմանաս տակից դուրս գաս։ Այն որ ծոմ ես պահում, ուսես թեթևա գնում, նորից եմ ասում, էդի ծոմ չի համարվում։ Դուք լսել եք մի բան մեկից, հարմարացրել եք ձեզ ու դա պահում եք։ Դա դարեր այդ հիմարությունը շարունակվում է մինչև այսօր շատ եկեղեցիների մեջ։ Օգուտ չեք ստանա։ Դրա համար Աստվածաշունչը պարտադրում է, որ նստեք ու սովորեք, որտեղից առաջած է, որն է ծոմ համարվում, որն է Աստված ուզում, որն է մարդը ստեղծ է, որի մեջ հաղթություն կա, որի մեջ you're wasting your time։ Անկամս Աստծո ժողովուրդ, մի բան ձեզ ասեմ, ասում է շատ կարդալը, ասում է ծանրություն կբերի։ Ինքը չի խոսում գրքերի մասին, ինքը խոսում է Աստվածաշնչի մասին։ Լուրջ, որովհետև էսի եթե այնքան ուղղակի կարդում ես իմիջայլոց, անիմաստ է։ Սա ինքը գործի մեջ պետք է դնես։ Ասում է շատ կարդալը, ասում է ծանրություն կբերի։ Շատ կիմանաս, չես կարող օգտագործես, կգժվցնի քեզ։ Այ օրինակ հիմա քրիստոնյաներն ինչ են անում։ Գիտեն որ նեղության ոչ մի բան չեն անում։ Իրանց մա ապրում են, բայց մոտները պահած մի բան են։ Հենց նեղության մեջ ընկնեն, կգնանք կաղոթենք։ Գիտությունա, չէ, պահել են մոտները։ Հետո գալիս են աղոթք են անում, աղոթք չի եղնում։ Չեղավ։ Բա մենք այսքան ժամանակ էս գիտենք։ Դե տես չի, չես կարող ոչ մի բան չանես, մեկ է միանգամից գնաս աղոթք կանես։ Այդ նույնա որ երբեք չվազես ու մի օր որոշես վազես, ինչքան կարաս վազես։ Շատ երևի աթոռցդ կարողանաս հելնես։ Շունչդ կկտրի։ Դրա համար պետքա վարժեցնենք
եւ հաղթանակ ունենանք։ Վարժեցնում ես միշտ, բայց հենց օրը գալիս է, որ պետքա ինչ-որ մի բանի ջարդես ու ոչնչացնես, արդեն պետք է ճիշտ ձևով անես։ That's the way it works. So, ասենք թեման որտեղից այս հարցը մարդիկ կան կուզեն սովորեն, կուզեն որ ասենք գաղափար ունենան։ Այն ծոմը, որ ինձ Աստված առաջարկեց 2017 թվին, ինձ ասեց 12 օր պայի հաց չուտես, ոչ մի բան չանես, կմտնես քո սենյակ ու դուրս չգաս։ Ինձ թվաց թե լավ կլինի, ասի դե լավ է ջան, կհանգստանամ։ Հա մի օր, երկու օր, երրորդ օրը արդեն միտքը գժվում է։ Ասում եմ լավ ինչքան է սենյակում մնամ։ Չես կարա մարդկանց հետ խոսալուց է կարաս Աստվածաշնչից խոսած, բայց անկեղծ եմ ասում, երրորդ օր հետո, այլ բերանը չի բացվում խոսած, հոգնած, մեջքը ցավում է, գլուխը ցավում է, եթե կոֆե խմող ես, կոֆեի սենց կոֆեն սենց գնում, գալիս է րոպե մետ աշկիտ առաջ։ Կոֆեն, տո այնտեղ թխվածքներ, ասենք, այն որ չէր կերել մի ռոք առաջ, ասում ես, արդե պետք է ուտեի էլի, զուրել չկերա, գոնե այսօր ինչ ասես, սենց գնում, գալիս է Էդ էլ ես ասնում, դրանց հետո սկսում է մարմինը, մերոնց ասում էի սենց հալելու, առաջ օրը լավ կլի, երկրորդ օրը մի քիչ մարմինը կփորձի հասկանա, այս տերս մեռել է, թե սաղ է, այս խի ուտելիք չի ուղարկում։ Երրորդ օրը նոր մարմինը սկսում է ինքը որոշում կայացնել։ Էսի ձեզ ճիշտ բան եմ ասում, երրորդ օրը մարմինը արդեն որոշում է, I guess տերս մեռել է, գնամ ես ինքս իմ supply-ից ուտելիք առնեմ։ Նոր երրորդ օրվա վերջը մարմինը սկսում է ինքը իրան ուտելը։ Չորրորդ օրը, Աստծո ժողովուրդ, մարմինը սկսում է ուտելը ինքը իրանից, ամբողջ օրը ինքը սկսում է սնվել, դու էլ չես զգում սովը կորում է։ Բայց շունչդ մնում է նորից ջարդված վիճակի մեջ, որովհետև շնչին տենց արագ convert անելը չի, որովհետև շունչը ինքը չի սիրում իր հներից օգտվի։ Շունչը սիրում է դրսից ինֆորմացիա վերցնի։ Ինձ հասկանում եք ինչ եմ ասում։ Մարմնի նման չի։ Մարմինը գնում է այդ քո ֆաթերը սկսում է ուտելը կամ եթե օրինակ քոլեստերոլ ունենաք ու գնաք ծոմ պահեք, դա շատ լավ է։ Այդ քոլեստերոլը սախ կուտի, դա իր դիզերտն է։ Ինչ կա կմաքրի մեջդ։ Արունը սախ մեջդ sense չիստի բլիստիկ անի, sense անես կփայլացնի երակները, sense կարաս նայես, մաքուր։ Բայց շունչը տենց չի, շունչը սիրում է միշտ դրսից ինֆորմացիա վերցնի։ Դրա համար անդադ գժում է։ So քաշում է մոտարապես մի 8-ից 9 օր, որ շունչը համոզվի, որ չի մեռնելու, որովհետև 7-րդ օր հետո մարմինը սկսում է բոլոր ցավերը, որ դու տարիներ առաջ ունեցել ես, հանում է դուրս ու սկսում է անհատական բժշկելը։ Եթե դուք ուզում եք իրականից բժշկվեք, դուք պետք է 7 օրից ավել ծոմ պահեք ու հաշ չուտեք, ոչ մի բան։ Ինքը սաղ է ցավերը վերցնում է, գնացեք Google արեք կտեսնեք կամ այդ AI-ին հարցրեք, ինքն է գիտի արդեն։ Ինքը մարմինը վերցնում է այդ հին ցավերը։ Մարդիկ ինչից են հիվանդանում, ոչ թե նոր բանից, այլ հին բանից։ Որտեղ որ դու ուտում ես, ուտելիքը պահում է այդ ցավերը, չի թողում որ ցավը գա։ So ինչ անում, անընդհատ էներգիա է ուղարկում։ Բայց որ տարիքդ մեծանում է մարմինը հետը, արդեն էլ չի կարում այդ տեղը բացա թողում, սկսում ես լիքը ցավեր ունենալը։ So որ գնաս ծոմ պահելու, տարին մի անգամ պահեք, 7 օրից ավել, ինքը մարմինը այդ ցավերը ինքը խփել ես միտեղ, ջարդել ես միտեղ կամ մկան կա կոտրված կասկի չէ, մարդը ասեցամ, աստեղ ցամը չգիտեմ խիացամ, միտեղ կդրել ես։ Ու դա կարա հազարատ complication-ներ առաջացնի։ Հիմա դու իսկ ասես որտեղից գիտես, սովորել եմ։ Plus practice եմ արել եմ։ So նոր 10-րդ օրը շունչդ արդեն հասկանում է, որ իրան էլ ինֆորմացիա պետք չի, ինքը պետք է տենց հարբած ընկնի, ասենք մարմնի հույսին։ Սկսում է ինքը մարմնի մեջ մնալը, էլ չի ման գալիս։ Որովհետև 12-րդ օրը, երբ որ ես ուզում եմ հաց ուտեի, բերանս չէր բացվում որ ուտեի։ Ես պետք է ինձ սովորացնե, որ բերանս բացվեր, չէի ուզում ուտեի։ Լիճ ուտելիքի նայում եմ ու չէի ուզում ուտեի։ Մնացել է ուտելիք ձեռս։ Չգիտեի ինչ անեի ուտելիքի հետ։ Ուտելիքը ձեռքից չէի կարող ուտեի։ Ես ինձ հիշացրել եմ, որ ուտեմ։ Եվ 12-րդ օրը, երբ որ ուզում ես ուտես, ուտելիքը էլ համով չի։
մի տեսակ տարօրինակ է, զզվելի է, ցանկացած այն delicious ուտելիքը, որ սենց կներեք, էլի լոզերները թափում է, դա էլ հաճելի չի։ Այդ Starbucks-ի կոֆեները, թխվածքները, ուտելիքները, it's not delicious anymore. It's disgusting. Պետք է նորից սովորացնես մարմինդ, որ համվակեր։ Դե պատկերացեք, ասենք գնանք մի հատ ավելի բարձր։ Ես 12 ծավալ չեմ պայ, so I have no idea what's going on out there. Բայց ուզում եմ ասեմ, որ սենց բաներ կա, էլի ասենք։ Հիմա մարդ է ուզում է ծոմ պայ, պետք է սովորացնես թե չէ։ It's good to know, հա? So մենոնց ասում է 5 օր էս է ալելու ձեր հետ։ Հետո մարմինը սկսում է էփելը։ Ասենք 8-րդ, 9-րդ օրը վրեդ կարանք ձուջ արդենք ու էփենք, այդտես տակ ես։ Մենք ես որ գնացել ես սարերը ձյուն էր գալիս ու անձրև ու մի հատ ահավոր։ Ես պատուաները սաղ բացել էի, որ տունը ցուրտ եղնի, մարմինս էփում, ուսես մայկով։ Դուրսը մինուս, ես մայկով տան մեջ ման է գալի։ Ցուրտ։ Դուք որ գայիք, Ռիտան օրինակ որ գար, սես քսար էր։ Մինչև ասե կմնար օդի մեջ, բայց ես իմ մար տակ-տակ ման է գալի, էփում էր մարմինը։ So it's kind of interesting, բայց համենայն դեպս ծոմը նայում ես մի քիչ ճիշտ է, ինքը իրանով չարչարանք է, բայց իրականում Աստված այնց լավ բան է տվել մեզ, որ մեզ օգնում է, որ առողջ լինենք։ Ծոմից վատ բան չես քաղի, այլ ավելի շատ լավ բան, ասեք ամեն։ Yeah, plus detoxicate ես անում, սաղ մեջդ մաքրվում է։ Նույնն էլ աղոտ կա Աստծո ժողովուրդ։ Աղոտն էլ, երբ որ գնում ես աղոտ կանելու, ես ինչի եմ աղոտ շատ սիրում, որովհետև առաջի հերթին առանձնանում ես սաղից, քո մարը պարկում ես ու դնջանում ես։ Հիմա եկավ, չեկավ, բայց գոնե այդ 2 ժամը քո մար հանգիստ ընդ սաղից կտրված հավես է։ Պատկերացնում ես, ոչ մեկը քեզ չի խանգարում, ոչ կինդ, ոչ ամուսնուդ, ոչ երեխեդ, ոչ կենթանիդ գնացել են աղոտ կանելու։ Ոչ you are your, ասյո, հանգիստ քո մար, դնջացելի։ So աղոտն էլ անգամ մարդու համ մարմինը, համ մտքին հանգստություն ապրել։ Ոչ մի բան Աստված չի տվել մի բան, որ ասես սրա մեջ ես տանջվում եմ։ I think միակ բանը, որ մարդը տանջվում է, էդի հարցեր կա, որ ասենք մի քիչ իրանց ինչի սենց եղավ, ինչի նենց եղավ, ինչի էսի սենց, ինչի սենց, այդ դրանք էլ լուծվող բաներ են։ So հիմա անցնենք իմ թեմայից Աստծո ժողովուրդ։ Ուրեմն մի հատ այս թեման կոնկրետ մի օրվա, այս մի կիրակի օրվա քարոզ է, որ անդրել եմ փարավոնը եւ title-ը սա է. Այն ինչ որ Աստված երթում է անում, Սատանան որպես անեծք է վերածում։ So այն ինչ որ Աստված երթում, ասում չեմ անելու, այդ տարբերակը Սատանան վերցնում եւ օգտագործում է մարդկանց վրա։ Հիմա դու ինձ կասես, բայց այտենց ոնց կլինի։ Դե կբացատրեմ, կտեսնենք։ So մենք պետք է գնանք Ելիցը 1-ից մինչև համարյա 30-ը պետքա կարդանք։ Այս սաղ ամբողջ պատմությունը այսօրվա իմ քարոզի սա է, որ կուզեմ ոնց որ ձեզ մի սովորացնեմ եւ այս թեման որտեղից է առաջացել։ 2010 թվին ուրեմն ես գնացի մի հատ եկեղեցի վարձեցի ու այդ եկեղեցու հովիվը ինձ հանեց դուրս 2010 թվին։ Երբ որ հանեց դուրս, մենք գնացինք ուրիշ եկեղեցի, այդ եկեղեցին էլ մեզ հանեց դուրս եւ եկանք ստեղ։ Ուղիղ 2010 թվից մինչեւ 2017 թիվը ձենզուն չկար։ 2017 թվին նորից Սատանան եկավ եւ բրթեց, որ ինձ հանի դուրս։ So մենք կարողացանք ծոմով հաղթահարենք, ուղիղ 7 տարի հետո նորից ինքը հարձակվեց ին վրա։ So ես որ գնացի ծոմ պահելու, ես ոչ թե գնացի, որ Աստված ինձ շենք տա, այլ ես գնացի Դևի դեմ կռվելու։ Այն հին ժամանակներ հիշում եք, որ սենց հանում են ձեռքնոցը, գցում են սեղանին ու մի զենքով կրակում էին իրար վրա։ So ես Սատանային հրավիրեցի պատերազմի Հիսուսի անունով եւ անկեղծ ասեմ հաղթեցի ես, որտեւ առաջի օրը երբ որ դուք Աստծո համար ծոմ եք պահում Աստծո ժողովուրդ, միշտ հիշեք Սատանային կենթանի կտեսնեք եւ իր բոլոր աշխատանքը։ It's very frustrating ու շատ վտանգավոր է։ Առաջ օրը տեսա մի հատ կատու էր եկել, դեղին օծ էր սուալանում, մեծ sense երկար։ Ու տեսա մի հատ մեծ օծ, probably 100 feet, փորձում էր այն մյուս օծերին ուտեր։ Հիմա դու կասես, դա ինչի համար է։ Դե կոնկրետ երկու տարբերակն էլ իմ դեմ էր։ Այն օծը, դեղին օծը, որ կատուն կերավ, կատուն շունը, սրանք անմաքուր կենթանիներ են։ Սրանք կարող է ասենք կատուն իրական կյանքի մեջ լավ կենթանի եղնի, բայց
երազի մեջ they're evil։ Շունն էլ անմաքուր կենդանի է։ Դու պետք է մի տեղ կանգերա, բայց շատ տեղեր ավելի շատ depends լինում է որպես ասենք անմաքուր կենդանի։ So ու էլի կենդաններ կան, օրինակ կոկորդիլոսը, այնտեղ գորտերը, այնտեղ թռչունները, բոլոր թռչունները բացի արծվից Էնել golden egg-ը պետք է եղնի, ու մեկ էլ աղավնի։ Մնացածը սաղ evil են, սաղ devil-ներ են, սաղ it's all devils։ So այդ երազ մեջ այդ օծը, որ եմի օծին ուտում էր, նշանակում է սատանան այն assignment-ը, որ դրել էր ին վրա, այդ assignment-ը չի աշխատում։ Ինքը էդի eliminate անը, ոչնչացնում է, որպեսզի կարողանա նորից reproduce անի, ով այնց հասկանում։ Ինքը սատանան իր աշխատանքը չի թափում, ինքը կուլա տալիս նորից reproduce է անում։ Պետքա դուք էդի սատանայի մասին հասկանաք, ինքը expire չի եղնում։ Բայց Աստված մյուս երազի մեջ ցույց տվեց մի հատ սարդ էր իշնում, ես սպանեցի իրան։ Եվ այդ սարդն էր, որ ին վրա աշխատում էր, ուզում էր այս եկեղեցին ոնց որ իմ կյանքը կոնկրետ կործաներ կամ ոչնչացներ։ Բայց ասածս ինչ է, երբ որ ես աղոթք անում ու ասենք ծոմ է պահում, ինձ ես որոշեցի Սուրբ Հոգուց խոսամ, Սուրբ Հոգու մասին, որ դա կլինի մյուս շաբաթ, ով է Սուրբ Հոգին եւ այլն, ինձ ասեց չէ, ասեց ուզում եմ էսի 10 մեր ժողովրդին եւ առանձին էլ ծրագրամ կանեմ քիչ ավելի կարճ կոնկրետ կխոսամ, որ բարձր։ Դե գիտեք, որ քարոզում ես պետք է մեջ արանքները լիքը բաներ լցնես, որ մի ժամ ու կեսը անցնի։ Ծրագիր է, էլի, պետական ծրագիր է, պետք է տենց անես։ Մի անգամից որ պատասխանը տամ, պետք է նայեք երեսիս, ավելի լավ է սենց ցկեմ։ Սո ինձ Աստված ասեց սովորացրա էս ու սկսի փարավոնից, որտեվ փարավոնի մասին ահագին բաներ եմ հայտնաբերել, որ ասենք օրինակ շատ կուզեի որ դուք էլ այդ ձևով so հիմա սկսենք Աստծո ժողովուրդ so այս թեմանը տեղից է առաջացել այսինքն կուզեմ մի հատ կոնկրետացնեմ երբ որ Աստված ջրհեղեղ բերեց ջուր բերեց մարդկության վրա Աստված երթում արեց ասեց որ ես այլևս այս երկիրը ջրով չեմ կործանի հիշում եք այդ ուխտը չեմ ասեց մարդու մեղքի պատճառով ուշադիր եղեք էլ սա չի կործանվի so սատանան երբ որ մի մարդու վերցնում է գերի ինքը պետք է այդ մարդուն էլ պաշտպանի ուզում լավ լսեք համ իրան համ այդ մարդուն so Իսրայելում մի հատ հետարքիր դեպք եղավ ես հիմա համարն է կտամ ուղղակի ուզում եմ մի հատ sense ընդհանուր picture տամ հետո սովորացնեմ որ ձեր համար բարձեղն է էլի So Իսրայելում Իսրայելը երբ որ Եգիպտոս գնաց, Փարավոնը, որ իր մասն է խոսանք, ինքը ինչի տենց արեց, ինքը որոշեց բոլոր երեխաներին գցի ջուրը։ Հիշում եք, ով չի կարդացել։ Լավ, եթե չեք կարդացել, ասեմ, Փարավոնը Եգիպտոսի թագավորն է, ազնվական ցեղ է։ Ինքը որոշեց, որ Իսրայելի երեխաներին, տղա երեխաներին գցի ջուրը ու սպանի։ Եվ արել է։ So հարցը ստեղ է գալիս, ինչի համար ջրի մեջ գցեց։ Alright, ջրի մեջ է գցել, գետի մեջ է գցել սպանել է։ Որովհետև քանի որ Աստված ասել է, ես մարդու մեղքի պատճառով չեմ կործանի, ուշադիր եղեք։ So Փարավոնը սատանան որոշեց Փարավոնին մի հատ միտք տա, որ եթե ինքը ջրով իրանց սպանի, so Աստված արդեն երթում է։ Ուզի չի կարա այդ մարդուն ջրով սպանի։ Ինձ չգիտեմ հասկանում եք թե չէ։ Դրա համար ինքը այդ ակտը վեկրալավ։ Ինքը կարար սրով սպաներ, ինքը կարար կրակի մեջ գցեր։ Օրինակ Հիտլերը վառեց։ Չէ՞, թե դեռ չգիտեք։ Հիտլերը ջհուդներին վառել է։ Գցել է բանի մեջ ու վառել է։ Մարդկա սրով է սպանել, ռոմեացիք սպանում էին սրով։ Բայց Փարավոնի քեյսի մեջ հիմա դուք ասես ինչի է Փարավոնին տարբեր, դե որ սովորացնեմ կիմանաք։ Փարավոնը Սիզերը չի։ Փարավոնը մի հատ տարօրինակ էություն է, որ պետք է հասկանաք, որ իր մեջքի տակ կանգնած է սատանան։ So սատանան որպեսի Փարավոնի արածը ինքը պաշտպանի, Փարավոնը ասեց ջրով սպանի, որովհետև այնտեղ Աստված ասել է, որ ջրով այս երկիրը էլ չեմ կործանելու։ So that was the idea,
որ փարավոնը որոշեց։ Հիմա ես մի հատ համար տամ ձեզ կարդամ են հին հավատացիաներ կոսոս նայում են ինձ ինչ էր ասում։ Well, դրա համար պետք է Աստվածաշունչ կարդաք հին հավատացիաներ, right? Եվ պետքա սովորեք։ So Աստծո խոսքի մեջ ես որ համարները տամ ձեզ, այնտեղ ասում է որ Աստված եկեք կարդանք Եսայա 66:16, Isaiah 66:16, ասում է նա որ կրակով սպանի, ասում է Աստված retaliate կանի։ Retaliate նշանակում է հետ կպատասխանի նույն ձևով։ Դաժե օրենքի մեջ համար կա ասում է Ադամի տեղը Ադամ, աչքի տեղը աչք, չէ՞։ So Եսայա 66:16 տեսեք ինչ ասում, կարդա։ Որովհետև կրակով է Տերը դատելու եւ ամեն մարմին իր սրով եւ շատ է լինելու Տիրոջից սպանածվից. For by fire and by his sword will the Lord plead with all flesh. Եթե կրակով անես, կրակով retaliate կանի, սրով անես, սրալով retaliate կանի, բայց ջրի մասին չի գրած, որովհետև ջրի մասին գրած է Եսայի 54 մեջ, որ Աստված այլևս այս երկիրը ջրով չի կործանի։ Ուղղակի մի հատ խնդրեմ կար, որ Սատանան այդքան է չհասկացավ։ Ինքը չասեց ազգերին, ասեց ընդհանուր երկիրը։ Ինքը չասեց մարդուն չեմ գցելու ջուրը։ Ինքը չասեց մարդուն չեմ ջրի մեջ խեղդելու։ Տենց կոմենտ չի արի Աստված։ Ուղղակի ինքը Սատանան ու Ֆերոն հասկացան, որ այս մի տարբերակ ամենալավ տարբերակն է, եկեք սպանենք սրանց։ Պարզա չէ Աստծո ժողովուրդ։ Լավ, այս ընդհանուր գաղափարն է։ Աստված այնտեղ երդվել է, Սատանան ստեղ կարողացավ Աստծո ընտրյալ ժողովրդին ջրի մեջ գցի ու սպանի։ Հիմա դու ինձ կասես, սա ինձ պետք է որ ես իմանամ։ Դե դուք էլ եք Աստծո ժողովուրդ։ Համաձայն չեք։ Ստեղ կան որ քրիստոնյա չեն։ Եթե կուզեք, մինչև սկսել եք առաջ ընդունեք Հիսուսին, դառեք Աստծո քրիստոնյա, որովհետև վատ բան եմ ասելու։ So far we're good. Հիմա եթե Սատանան կարողացավ օգտագործի փարավոնին, հիշեք նորից եմ ասում, Սատանան երբ որ օգտագործում է մի մարդու, ինքը այդ մարդուն պաշտպանելու համար մանագալի Աստվածաշնչի մեջ տեսնի ինչ տեսակի համարներ կան, որ դրա հակառակ ինքը գործողություն անի, որպեսզի այդ մարդուն մինչև վերջ պաշտպանի։ So fascinating. Crazy good. So որպեսզի դուք քրիստոնյաներ, եթե դուք այս բաները չանեք, կոպիտ ասած ձեր մոտ էլ խնդրեմ կառաջանա։ Լավ։ Սկսենք կներեք, ես պետք է մի քանի բան սովորացնեմ ձեզ։ I think այսօր մի քիչ ավելի ոնց որ ասած դպրոցի պես կլինի, եթե կարելի է։ Որովհետև դուք պետք է հասկանաք, որ Սատանան ձևեր ունի մարդուն գցելու փորձյան մեջ։ Հիմա, որպեսզի ավելի հասկանալի եղնի իմ պատասխանս, եկեք մի երկու բան ձեզ ասեմ, որ դուք հասկանաք։ Հիսուսին ասեց գցի քեզ, քո հրեշտակները քեզ կպաշտպանեն, ոտդ էլ քարին չի ընկնի, չի կպնի։ Ես սա չեմ ուզում ձեզ սովորացնեմ, քարն ինչ է, ոտը ինչ է, ընկնելը ինչ է, գցելը ինչ է, թռնելը ինչ է, ինչի անդե վերևը։ It's crazy good, but not today, next time. Որտեվ դա դուք պետք է սովորեք, այսի ձեզ էլ է վերաբերում։ Բայց ուզում եմ սա ասեմ ձեզ։ Երբ որ սկսենք ստեղից, right? Դուք քրիստոնյաներ եք, այո, թե չէ քրիստոնյաներ չեք։ Սատանան նայելով քո կարգավիճակին քեզ փուշ անում որ մեղ գործես։ Բայց այդ որպես դու ով որ կաս, դու ոնց որ կաս, դու ինքդ քեզանով հաղթանակ ես։ Let me repeat again. Որպես քրիստոնյա դու ինքդ քեզանով դու հաղթանակ ես։ Բայց Սատանան circumstance-ների պատճառով, just listen to me very carefully, ինքը քեզ կարող փորձան մեջ գցի։ Այ օրինակի համար, եկեք ստեղից սկսենք, որ հայերը շատ են անում։ Սողոմոնը
Երբ որ Դավիթը իր տղուն դրեց թագավոր, ասես տղա ջան, քեզ մնում է մի բան անես։ Այն ինչ որ Մովսեսն արե ու ես եմ արե, այդ ամեն ինչը պահի you're good։ Հələ որ ամեն ինչ նորմալ է։ Այն ինչ որ Մովսեսն արու ես եմ արե, այդքանը արա դու ոչ բան այդ ես քեզ որովհետև Սողոմոնը չմոռանանք իր հարստությունը սկզբից Իրանից չի եկել, իր հորից է եկել։ Իր հերը մեծ գումարներ ա տվել իր տղուն, որպեսի տաճարը սարքի։ Այդ տաճարի փողը Սողոմոնը ձեռք չի բերել, իր հերն ա տվել։ Չշփոթվեք էդի։ Դավիթը սաղ կյանքը աշխատել է $1 չի ծախսել այն կռիվներից կամ որ թալանել են սրան նրան $1 չի ծախսել, պահել է գանձարանում, տվել է Աստծուն ու այդ փողը վերջում տվեց իր տղուն, ասես կգնաս տաճարը կսարքես։ Որտեվ Աստված չթողեց որ Դավիթը սարքի տաճարը։ Գիտեք ինչի։ Դավիթ նման աննորմալ վայրենի տղա չի եղել, ասեմ ոնց։ Էսի գնացել է 200 մարդ հասպան է ու կաշիները վրներից պոկել է ու բերել է գցել է իր աներոջ դիմաց, որ ապացուցի, որ ինքը տղամարդ է։ Like who do that? Սպանել ես լավ ես արի, կաշիները խի ես հանե վրներից։ First of all, that's disgusting. Մի օրվա մեջ գնացել է 200 մարդ հասպան է, կաշիները քերթել է վրներից, եմ ասում կաշիդ քերթեմ էդի Դավիթից այլ է։ Կաշիները քերթել է ու բերել է տվել է որ ցույցա որ ինքը տղամարդ է։ Լավ էր, պետք չէր։ Մի հատ նկարեր բերեր ցույց տայր տնաշեն։ Ես Ռիտային ուզելու համար գնայի 200 մարդ սպանեի, բերեի գցեի կաշին, հետո ինչ անենք, չորացնենք, սկսենք չիպսի տեղ ուտել։ Դե վեջետարիանները կուտեն, ես ինչ իմանամ։ Իրանք որ կենթանում միշանըտում կարող մարդում իս, I'm just kidding։ Դավիթը, այդ մարդը ոնց կարա Աստծո տաճարը սարքի։ Լավ է էլի։ Ասում է քո ձեռները Դավիթ արյունոտ է։ Բարյունոտը ո՞րն է։ Այդ զինվորներս կային է կարա ձեր կաշին պետք է։ Պետք է հանեն վրներից հետ։ Կամ մեռնում եք կամ էլ։ I mean, nobody paid attention. This guy was crazy good. Պատկերացա դու դա ես։ Էլ Աստված քեզ գործ կտա որ անես։ Ես օրինակ չէի տա։ Կասի գիժ է էսի։ Դավիթի ժողովուրդը Աստծո ժողովուրդ, իրանք սուպեր հիմար անասուններ են եղել։ Կներեք որ տենց եմ, ասեմ ինչի հիմար։ Միլիոն զորքը կայնած է։ Միլիոն զորքը։ Իրա 4 հոգով կայնել են, Դավիթն ասում է, այն պուրպուլակը տենում եք։ Այ օրինակ այդ պուրպուլակից ձեր ջուր կխմեի։ Սրանք էլ ասեն, էսա գնանք բերեն գանք։ Գնացել են մտել են 3 հոգով, միլիոն զորքի մեջ։ Ասում եմ մենք պետք է գնանք այդ պուրպուլակից ջուր վեկալենք ու տանենք մեր թագավորին տան։ Brother, what's wrong with you? Ասում է գնացին ջուրը բերին, միլիոն ժողովրդի մեջ է։ Դες որ վախեցել են ձեր տան։ Ջուրը բերել են Դավիթն ասան խմի ասլա։ Սորա դուք ավելի գիժը քան թե ես։ Ասում է տվեց Աստծուն, վախեցավ։ Միլիոն զորքի մեջ։ Նայել են դեմքն, հա, ինչ պետք է։ Մի հոգի միլիոնած զորք։ Վրները բուլիանելով գնացել են, պուրպուլակի ջուրը վեկալել են, բերել են։ That's crazy, man. I mean, if you think about it, like, wow. Որտեվ ամեն մի Դավիթի զինվորը սպանում էր մոտ 1000 մարդ։ Մի կռվի մեջ։ So այդ 3 հոգին 3000 կորուստ է։ Ու չեն մեռնում իրանք, այդ ավատը։ They're not dying. Դավիթի զինվորները they're not dying. So իրանք որ Դավիթին տենում են, ասում են ախպեր, ինչ ուզում են տվեք։ Դավիթի զինվորները չէին մեռնում։ Միակ մարդու որ սպանեց, դա Աստվածեն է ուզանել, մեջտեղից կդրեց։ Էն էլ էր աննորմալ։ Մենք Սամսոնի մասն ենք խոսում 1000, հա, բայց դու գիտես այդ մի հատ իր զինվորներից մեկը 860 հատ մարդ հասպան է բանակի մեջ, մի կռվի մեջ։ That's a lot of people. Չէ՞։ So տվեց Սողոմոնին։ Ուղղակի I just give you guys information. Plus հասկացեք որ Դավիթը առնախում մարդ է։ Ինքը սիրել է մարդ սպան։ Մի մարդ որ արջ հասպան է, առուց ասպան է, մի իր բանով։ Ասում է Տերը գալիս ասում է գնան արջի սպանես, մեզ գնում է սպանում է։ Ասում է բերանը ճղել եմ։
Գիտեք ինքը ինչ էր, որ Գողիաթին քարով գլխին տվեց, Գողիաթին չհանգստացավ, գլուխն էլ կդրել, ասում է, սպայել, ասում է, հա, նայեք, տեսեք ձեր wow. That guy is crazy good. Մարդ սպանելու մաստերը, եթե ուզում եք մարդ սպանել, գնացեք Դավիթի մոտ։ Ինքը ձեզ լավ կսովորացնի ոնց մարդ սպանել։ Crazy. Աստված իրան shield էր արել, չէր կարա իրան ձեռ տալ։ Untouchable man. David was untouchable. So, Սողոմոնը, երբ որ հորից advisor ստանում, Դավիթն ասաց, ախպեր, այսքան բան արա Սողոմոն, էլ ոչ մի բան այդ գործ չունես։ Դե Սողոմոնն էլ մամայի տղա էր։ Դրա համար մամաներ ձեր տղեկին ձեր կողմ ուղարկեք պապաների մոտ։ Սողոմոնին Դավիթն ասաց 3 հոգեկան Դավիթ, որ իրանք իմ հետ են եղել, բայց ինձ մեծ ցավ են պատճառել։ Չթողաս իրանց հանգիստ։ Անենց արա որ սպանես։ Իրանք պետք չի քո ժամանակը նույն ձևերն են։ Որից մեկը իր զինվորների գեներալն էր։ Սողոմոնն ասաց, որտեղ է ինքը, ասաց, ընդ տաճարում գնացել է այդ բաներից բռնվել կայնել է։ Ասաց գնացեք սատկացրեք իրան։ Իրա ասենք հիմի չգիտեմ ում ասենք այդ աշխատողներից մեկը գնում է ասում է Ջորաբ դու սարի ասում պատկերացնում ես բռնել ես բանից ասում է Ջորաբ դու սարի քեզ պիտի սպանեմ ասում չէ դու չեմ գալի այդտեղ ասում է դու սարի թագավորն ասලා քեզ պիտի սպանեմ ասում գնա թագավորին ասա այդ որ քո հերդ ինձ անիծել է ու իմ սերունդից վեկալ վիզիտ այն վաղ ինչ ուզում ես ինձ արա սա էլ գալիս է Սողոմոն ասում է սենց ասում հա կվեկալեմ Թո ինչ ուզում անի, these circumstances, Սողոմոնը այդ անեծքը վերցրեց իր վրա։ Հայրն էլ են տենց անում։ Ասում են ես մեռնեմ, ես անիծվեմ, բայց թող ինքն էլ անիծվի։ Հոպ։ Էս ինչ ես ասում, դու ապուշ չես։ Հայրը շատ են դա անում։ Անեծքը circumstances-ների պատճառով վեկալում են իրանց վրա։ Բայց դու ինքդ քեզանով արդեն օրդություն ես, ինչի ես circumstances-ների հետևից ընկնում, բայց ընկնում են մարդիկ։ That's one. Մի տարբերակ։ Երկրորդը մյուս circumstance-ը Հակոբը բան էր կազմակերպե actually արիք մի քիչ ավելի ճիշտ խոսամ Հակոբի կնիկը Ռաքելը իր հոր ապրանքները գողացել էր կուրքերը ու պահել էր այս Լաբանն էլ ընկել էր հետևից լիքը զորքով եկել է Հակոբը ուներ 4 հատ կին 13 հատ չոջուխլարներ Զորք չուն, մեկ էլ ինքն է։ Պատկերացնում ես երեխեքի մեկ էս գրքի կայլասկով գնում ես, մեկ է 4 արատ մարդ է գալի, զենքով կայնած է։ Հակոբ, կուրքերս ով է տարի արա։ Չգիտեմ, Լաբան ջան, ես չեմ վեկալ է։ Ինչու չես վեկալ, տունը չի։ Ամառ ես քո կուրքերին ձեռ չեմ տվել, ինչ գործ է։ Զորքը կայնած է, ասում է Հակոբն վախից առանց ինվեստիգեյտ անելու, ասում որ վեկալ է թող մեռնի։ Ինք իրա կնգան անիծեց, կնիկն էլ մեռավ։ Circumstances. He knows, Satan knows circumstances. Դու պետք է զգուշ լինես։ Նա Աստված քո վրա սայն ադր է։ Քեզ ոչ մեկը չի կարա ձեռ տա, բայց circumstances-ներն է, որ անեցքա բերում։ You guys understand what I'm saying? So Փարավոնն ասեց, գցեք ջուրը թող մեռնեն։ Բայց այդ մինչև գցելը ջուրը, հեսա ձեզ ցույց տամ ինչերա Փարավոնը արե։ Մինչև այդտեղա հասը։ Ինքը չէր կարա մի ազգի ուղղակի գցեր ջուր, ինքը այդ power-ը չուներ։ Ինքը circumstance-ներ է ստեղծել։ Հիմա ձեզ կսովորացնեմ։ Մյուս ելով կա ասենք Աստվածաշինչ մեջ, որ ձեր մտքով անցնում է։ Մի հատ անդրել եմ հիմար մարդ, Հելին։ Սա Իսրայելը գիտի, որ այդ Ջերիկոյի պատերը պետք չի սարքել, ով որ այդ պատերը սարքի ասում է, առաջի տղեն մեռնի, վերջի տղեն մեռնի, Էհաբի ժամանակ, էսի գալիս ասում է, ես կսարքեմ։ Ու բոլոր իր երեխաները մեռնում են։ Circumstances չի կարելի։ Պետք է դու հասկանաս բաներ կա, որ Աստված ասում է, չէ, պետքա չանես։ Միտեղ է կա ասու խոսքի մեջ ասում է մեր մեղքերի պատճառով, ասում է մեր օրտությունը գնաց ուրիշ թագավորների։ Երբ որ տեսնեք անձրև չի գալիս,
երկիրը չի օրհնվում, որովհետև երկրի մեջ մեծ մեղք կա։ Fact is true. Այսօր էլ նույն ձևի է։ So Հակոբը, Սողոմոնը, Հելին, ուրիշ մարդիկ circumstance-ների պատճառով իրանց գցեցին փորձության մեջ։ Ու էլի լիքը character-ներ կան, որ ես օրինակի համար կարամ ներկայացնեմ, բայց կարիք չկա։ All I'm trying to say is այնտեղ Աստված քո վրա սայնա դրե, բայց այդ սատանան վեկալելա, իր մարդկանց համ պաշտպանում է, մնուվրներ է անում, որ այդ մարդիկ շուտ չմեռնեն, դրա համար սատանիստները ուշ են մեռնում։ They live long. Որտեվ ով որ successful է, իրենց պահում է անդադ։ Չի թվում որ մեռնեն։ Իսկ նրանք ովքեր շուտ են մեռնում, նրանք մտ թափելու բան են, օգտակար չեն։ They're failing, իրանք չեն կարող հարցը լուծեն։ Լավ, Աստծո ժողովուրդ։ Ընդհանուր picture-ը հասկանում եք, չէ՞։ Հիմա անցնենք ելից 1։ Գնանք ելից 1։ Ելից 1-ի մեջ ես կուզեմ այս պատմությունը ես վստահ եմ դուք կարդացել եք, բայց let's go Exodus 1. We're going to go from 6. Գնացինք։ Մեռավ Հովսեփը։ So հիմա ես ուզում եմ ձեզ ցույց տամ սատանան ոնց է Իսրայելի կյանքի մեջ կորուստ բերում եւ նույն տարբերակով ոնց է քրիստոնյան, երբ որ prosper-ա, ամեն ինչ նորմալ է իր մոտ, միանգամից ընկնում է։ Հավատացեք Աստծո ժողովուրդ։ Ուզում ես քրիստոնյա եղի, ուզում ես սուպերմեն եղի, եթե Աստվածաշունչ չիմանաս, սատանային չճանաչես, ինքը քեզ կխփի։ Դրա համար հին եկեղեցիները, օրինակ բողոքական, 50-ական, իրանք չեն հավատում, որ մարդը կարա դիվահարվի։ Ասում են, դες բան չկա։ Աստվածաշնչը չեն խոսում իրանք։ Այդ ինչ որ մի հատ հովիվ մի հատ ապուշ բան ասե, ընդունել եմ, բայց honestly, երբ որ մենք deliverance ենք անում, 50-ականներից էլ, բողոքականներից էլ, այս sense գալիս են, ասում են, չասես, որ մենք ստեղ ենք։ Որ իրանց հովիվները չիմանան։ Չասես, որ մենք ստեղ ենք։ Ես էլ ասում եմ, չեմ ասի, հիմա ոչ մեկ, ինչ ասեցի, դուք էլ ոչ մեկի մեկ ասի։ Դուք էլ որ լսում եք, ոչ մեկի մեկ ասի։ Ասում եմ, ի՞նչ գաղտնիք ունես քո մոտ, ասում եմ, չեմ կարող ասեմ, ասում եմ, լսի, դու մեզ ասա, մենք էլ գնանք իրանց կասենք, իրանց է կասենք, թող նրանց չասեն։ Այդ որ մեկն էր, որ cartoon էր, Horton in a Who? Horton Hear the Who, yeah։ Ասում եմ, դու մեզ ասա, մենք էլ գնանք իրանց կասենք, ինչ ես ասել, իրանց է կասենք, թող նրանց էլ ասեն, որ իրանք էլ ոչ մեկ ինչ ասեն։ Ու տենց։ It's a good idea. Լավ, հիմա հերթով պետք է գնանք, ես ձեզ համ սկզբից մի հատ իրանց մասին կխոսամ, հետո կգամ մեր մասին կխոսամ։ You guys okay? Or կեսով կես անենք։ Մի հատ հայկական ռեկլամ կար է, կեսով կես կոֆե են ծախում, հիշում եք։ Տենց է չիմացա այդ ինչ էր, Starbucks-ի ճարինք ու էդի մոռացանք։ But let's go to 6. Exodus 1:6. Մեռավ Հովսեփը, նաև նրա բոլոր եղբայրները եւ այդ ամբողջ սերունդը։ Իսրայելի որդիներին աճեցին ու բազմացան։ Շատացան ու խիստ զորացան, եւ այն երկիրը լցվեց նրանցով։ So Իսրայելցիք, որ մտել են Եգիպտոսի երկիրը, իրանք շատացել են, իրանք աճել են ու լցրել են Եգիպտոսը։ According to tradition, ամեն մի իսրայելցի կին տարեկան 8-ից 12 հատ երեխա է բերել։ Դա tripled-ներ է բերել։ That's fact։ Իրանք այնքան երեխա են բերում, որ տարին 9 ամիս է, չէ՞ մի pregnancy-ին։ Այդ մի ամսը 8-ից 12 հատ երեխա են բերել։ Ասում եմ, որովհետև Աստծո ձեռը իրանց վրա էր։ That's crazy good։ Իսկ եգիպտացիք չեն կարող մի հատ բերեին։ Սոր population-ը կայնես, ընտանիքները կասկի երեխա չեն կարող բերեն։
That curse is sitting on them. Աբիմելիքը երեխա չէր ունենում, ասում Աբրահամը աղոտ կաներ, որ նրա կանանց բաները բացվեր. It's a curse. Երբ որ մի ընտանիք երեխա չի ունենում, that's a curse. All right, let's go. Մի հատ նորից 7-ը, բայց իսրայելցիք լցվել էին, ուժեղացել էին, շատացել էին, շատ ընտիրեր։ Իսրայելի որդիները աճեցին ու Դուք հիշում եք իսրայելցիք ինչ գործի տեր էին։ Իրանք հիմնականում հովիվներ էին, շեպրդներ էին։ Այն ժամանակ իրանք մենակ այդ գործը գիտեին։ Այսի ուղղակի ասում եմ ձեզ, մտներիդ պահեք։ Իրանք ձկնորսներ էին, լավ ձուկ էին բռնում, իրանք լավ բնությունից հասկանում էին, դե այնտեղ Քանանի երկում ցանում հնձում էին, էլի այդ են ուտում։ Այդ էր իրանց գործը։ Հայկական էլի կանաչի, պամիդոր, տենց գործի մեջ էին իրանք, այսենց։ Բայց հիմա նայեք, տեսնենք circumstance-ները ինչ անում, ասած DNA-ը փոխում է։ That's where they get in trouble. Քրիստոնյաներն էլ են տենց, այն ինչ որ իրանց չի վերաբերում, քիթները խոթում են մեջը ու գնում են կրակը։ Let me just teach you this if you don't mind. Go ahead. 8. Արդ Եգիպտոսի վրա մի նոր թագավոր ելավ, որը Հովսեփին չէր ճանաչում։ Так, հիմա սկսենք ստից։ Ով է այս թագավորը։ Երկու կարծիք կա։ Առաջի կարծիքն ասում են, որ իրականից մի հատ նոր թագավոր է եղել, որ Հովսեփին չի ճանաչել եւ իրանց բոլոր այդ կոմենտարիները, սկալերները վիճվում են այս մի հատ հարցի վրա, ասում են, որ այդ մարդը, որ ասում է, օրինակ ասենք, ում ասեմ, ստեղ թնակին կամ ասենք ինչ-որ մի հատ մի մարդ, ասում է, որ չէ իրականից նոր թագավոր եղել, մնացածներն ասում են, արգյունանում են, ասում են, չէ, քո միտքդ ընդունելի չի, ինչի, որովհետև դրա մեջ իմաստ չկա, որովհետև մնացած տեքստը էլ է թագավորի հետ չի բռնում ու իր արածի հետ չի բռնում։ So իրանք ինչ են արգումենտը ստեղ է գալիս, որ ավելի ճիշտ այդ թագավորը մերժում է Հովսեփի ու իր այդ որ եղել է ինքը։ Հիմա կբացատրեմ ինչի համար եւ ոնց է ինքը անում։ Ինքը ուղղակի դինայ է անում։ So տրադիցիան ասում է, որ երբ որ ժողովուրդը գալիս են իր մոտ, փարավոնի մոտ, որ հիմա կտեսնենք, իրան դիմենդ են անում, որ այս ազգին կանգնացնեն, որ ասում մեզանից ավելի շատ էին։ Թագավորը սկսած ասում է, չէ, գործ չունենք իր հետ, այդ թագավորին 3 ամսով զրկում են, եւ դրանից հետո թագավորը ասում է, ես կգամ, այսինքն փարավոնը ասում է, ես ձեր ուզած ձևով կանեմ։ Բայց դրանից հետո երբ որ փարավոնը որոշում է որպիսի Իսրայելի սրտովանի, փարավոնը, ես ուզում եմ մի քիչ նրա մասին խոսամ, փարավոնը դառնում է հենց այն օծը, որ Եդեմական պարտեզում կործանեց մարդկությանը եւ բոլոր ռեյսը կործանեց։ So փարավոնը դառավ դիվահարված մի էակ, որ օգտագործում էր հենց այդ դևի կողմից։ So այսօր մարդիկ դիվահարվում են Աստծո ժողովուրդ։ Ես ձեզ մի բան ասեմ, ուզում եմ հասկանալ։ Սատանան երկու ձևով է մարդուն օգտագործում։ Կամ ավելի ճիշտ 3։ Եկեք 3-ից առաջին սկսենք։ Առաջինը քրիստոնյաներն է վերաբերում։ Իրանց թեմպ է անում։ Փորձում է։ Դու դիվահարված չես, քո մեջ դև չկա, քո մտքիդ վրա ծառայություն չկա, բայց քեզ անընդհատ մեղքի մեջ է գցում։ Ու բոլոր temptation-ները գալիս է ցանկություններից։ Պետք է զգուշ եղնես ինչ ես ցանկանում։ Եթե մի բան յորղանի գյորա չի, մի ցանկացի։ Let's just put it that way. Yes, I just said it. Որովհետև եթե յորղանի գյորա չի, ու դու ցանկանում ես ինքս փորձան մեջ կգցի, կբռնի ինքը։ So քրիստոնյաները ինքը միշտ փորձան մեջ է գցում։ Բայց եթե քրիստոնյա չես, միտքդ է վերցնում։ Ու քեզ սարքում է չար մարդ։ Երրորդ տարբերակը, that's called oppression։ Երրորդը that's called possess, քո մարմինն է վերցնում, դու արդեն possessed ես, կամ այդ մարդը possessed է։ Նա սրանք այն homeless-ներն են կամ այն որ խոսում են, they're possessed։ Իրանց մեջ դև կա։
Oppressed-ը possess-ը տարբեր բաներ են։ Երկուսն էլ օգտագործում են։ Oppress-ը blind ես, possess-ը he's your owner. So when he possess the person, it's the ownership. When he oppress you, he blind you. Կուրացնում։ But when he tempt you, նշանակում է ցանկություններն ես, որ դու քո համար ապուշ ստեղծել ես։ Չես կարող անես։ Զգուշ եղնես։ Հա, ես էլ եմ շատ բան ուզում։ Maybe կունենամ, maybe not. I don't know. Բայց եթե հետևից ընկնեմ իմ ցանկության, հաստատ կործանվելու եմ։ Որտեվ դրա համար մի բան պետք է սարքեմ, ով այնց հասկանում ասի ամեն։ So Սատանան, որ եկավ փարավոնի մոտ, այդ երեք չկար։ Satan came. Ու ինքը վեկալավ ու սկսեց փարավոնին պաշտպանելը։ Ոնց որ ասեց հակաքրիստոնյան, որ պետք է պաշտպանվի Սատանայի կողմից։ Մենք հավատում ենք, արդեն շատերն են հավատում, որ հակաքրիստոնյան, որի մասին որ մենք խոսում ենք, այդ հենց AI-ն է։ Որ ինքը պետք է խափի մարդկանց, manipulate անի ու մարդիկ պետք է պաշտեն իրան, որովհետև այսօր հիշեք 2 տարի էլ համբերեք, շատերը պետք է պաշտպանեք այդ էշ ռոբոտին։ Օրինակ հիմար մեկ-մեկ իմ տղեկս AI-ն ասում են, are you stupid, ռիտ ասում են, ինչ ես տես բան ասում, մեղք կա, it's a robot։ Ինչն է մեղք։ Ես կարամ այս կամերան ասեմ, you're stupid։ Ու դու պետք է գաս իմ հետ վիճվես, որ ինչ ես տես բասում ինքը մեղք կա, it's a camera։ Like I don't get it։ Ինչ ես պաշտպանում պլաստիկին։ Ինքը սկի չէ զգում։ Ինքը ոչ էլ լսեց։ Ինքը ոչ զգաց, ոչ էլ հասկացավ, բայց դու չես իմ հետ կռվում, եղբայր ջան, ես ինչ կուզեմ իմ կամերայից կասեմ, մեղքը ո՞րն է։ Բայց այդ նույն ռոբոտը մի օր քեզ օգնելով, որ քանսեր չգնես, ու դու պետք է իրան սիրես։ This is where all bizarre starts. Մամայս օգնեց, պապայս օգնեց։ Ստես սենց արեց, անենեց, it's just a robot. Who cares? Իրանք ինքի մեր knowledge-ն ունի, it's our knowledge. Thanks for those doctors. Այդ միլիոնավոր դոկտորներ, որ տարիներ գլուխները ջարդել են, մենք իրանց պետք է շնորհակալ, ոչ թե այս ապուշը վեկալը մի հազար դոկտոր ինֆորմացիա։ It's just a robot, but people are going to worship them. That's how people are. Պաշտեն։ Մամասի մամար սրբություն։ Get out of here. Սրբությունա գնա տես։ Գնա վիզիտարա։ Every day. Ամեն օր զանգի հետը խոսա։ Մամջան ոնց ես։ Լավ, շատ չհոգնացնեմ ձեզ։ Թուղթս ինչ արեցի, որտե դրեցի, չեմ էլ հիշում։ So փարավոնը Աստծո ժողովուրդ, he was the Satan. Աստծո խոսքի մեջ գրած է mighty dragon։ Ես Զադիկի ժամանակ իր մասին ձեզ ներկայացրեցի։ Անկամս իր 600 կարգերով զինվորները բոլորը դիվահարված են։ Այն որակի, որ Աստծո խոսքի մեջ գրած ասում է, նրանց սպանելու համար Աստված պետք է այդ կիսված ծովը քարի պես սարքեր, որ խփեր գլխներին ու սպաներ։ And actually that happened. Ոչ թե մենակ փարավոններ the devil, այլ ընդհանուր բոլոր իր այդ աշխատակից գոլեգաները սաղ դիվահարված են, they're all mighty fallen crazy demons. Որովհետև փարավոնը իրան Աստծո տեղեր դրե։ Մի բան ուզում եմ սովորեք Աստվածաշնչից, Աստծո ժողովուրդ։ Ժամանակի ընթացքում անունները սկսում է փոխվել։ Օրինակ մի ժամանակ Եգիպտոսը եղել է պետություն, հետո դառել է, ասենք, մեղքի քաղաք, հետո դառել է, ասենք, ինչ-որ մեկի անունը։ So Աստված իվենտների ժամանակ, մեծ իվենտների ժամանակ, այդ անունը օգտագործել է կամ անձնավորություն, կամ բնավորություն, կամ գործողություն, ով այնց հասկանում։ So երբ որ կարդաս, օրինակ, փարավոն, պետք է ուղղակի կարողանաս հասկանաս ինչ ա ուզում ասի։
Այն կա որ ասում ոնց որ տատը տեղն ես։ Could be good, could be bad. I don't know, բայց դու հասկանում ես ինչի նկատի ունի։ Ոնց որ քերի տեղն ես։ Could be bad, could be good. Բայց այդ մարդը որ reference-ն ինքը իր մեջ հասկանում է, բայց ինքը քերին չի։ Ոչ է նմանա քերուն, ոչ է նմանա տատին, ոչ է նմանա մորը, ոչ է նմանա սրան, but they do understand, իրանց մեջ հասկանում են, so Աստված այս բաները օգտագործում է։ So մարդիկ որ Աստվածաշունչ են կարդում, they're confused. They're very confused. Մի բան ասեմ, ճիշտ է շատերը չեք իմանում, բայց ուղղակի լսեք։ Դավիթը իր նախամայրերը գիտեք ով ա եղել։ Մարիամը, Մովսեսի քուրը։ Դավիթը տեղից է եկել։ Հիմա դու կասես հա ինչ։ Oh brother, that's very important. Very, very important. If you're a scholar, teacher, that is crazy good. Որովհետև արդեն Հիսուսի պրիստեղնելը ավելի է clear եղնում։ Because Leviticus tribe-ի մեջ է մտնում։ Եվ իսրայելցիք միշտ մամայի կողմից են հաշվում, չմոռանաք։ Որպես հայրը հոր, չէ՞, բայց իսրայելցիք մաման։ It's very, very important. Հիմա դու կասես այդ որտեղից ես հայտնաբերել, that's none of your business. Go do your own study. So, հիմա Աստծո ժողովուրդ, շարունակենք կարդալը, Աննա ջան, եկեք կարդանք։ Ինձ մի քիչ ժամանակ տվեք, որտեվ ուզում եմ սորացնեմ։ So, ասում է թագավորը եղես, այս թագավորը ինքը դիվահարվում է այդ պահին ու ինքը որոշում է մի հատ մեծ քայլ անի։ Հիմա եկեք տեսնենք թագավորը ինչ է ասում մեզ Իսրայելին։ Guys, ինձ նայեք, իրանք երեխուն թեքեր կան, just look at me. Okay, this is very important. I keep my life to this one, so watch this. Go ahead. Եգիպտոսի վրա մի նոր թագավոր ելավ, Yeah. որը Հովսեփին չէր ճանաչում։ Նա ասաց իր ժողովրդին. Ահա, Իսրայելի որդիները, ժողովուրդը մեզանից շատ եւ հզոր է։ Okay, հիմա ուզում եմ ստեղ կայնեք ինի մեջ։ Թագավորը բան է ասում, նրանք ավելի զորավոր են։ Գիտեք ինչ ասում ասի։ Սրանք օթից սենց չեն դառել։ Սրանց չենք կարա մենք ձեր տանք։ Օթից չեն սենց ուժեղացել։ Սրանց մենք չենք կարա ձեր տանք։ That's pretty much what he's saying. Իսրայելը, որ մեր մեջ է, ազգի մեջ է, ասում է մենք իրանց չենք կարա absolute ձեր տանք։ Դուք քրիստոնյաներին չեք կարա ձեր տակ։ Ոչ կարաք անիծեք, ոչ է կարաք վրեն քեզ բացեք։ Ինքը պետք է թույլ տա, որ դու դա անես։ Դու հիմա ինչքան ուզում ես ինձ անիծի, ին վրա չի ազդի։ Մինչև որ ես թույլ չտամ։ Փարավոնը նայում է, ասում է, սրանց ձեր տալ հնարավոր չի։ Հնարավոր չի։ Նորից կարդա, Աննա ջան։ And he said unto his people, behold, the people of the children of Israel are more and mightier than we. Mightier than we. In other words, that word we means God is with them. Որ ասում եմ մեզանից ավելի զորավոր են, ուզում ասի ինչ որ մի հատ powerful. So ինքը գիտի, որ Աստված իրանց հետ է, այդ նույն Հովսեփի Աստվածը իրանց հետ է։ He knows. They are more mightier than me. Նա իմ հետ կրկնի, ասա ես ավելի զորավոր եմ, քան թե աշխարհը։ Չեք հիշում այդ համարը, ձեր մեջինը ավելի զորավոր է։ Ահա, who's gonna touch you? Ով կարա քեզ ձեր տա, բացի դու circumstance-ներին հետ կապվելով։ Զգուշ պետք է լես։ Get it? Խո boring չի Աստծո ժողովուրդ։ Երեք դուք այդտեղ հասկանում եք, ուզում եք Red Bull տամ խմեք, չկա։ Վեք Ալեքս sense օթի մեջ խմեք։ Հաստատ էներգիա կտա ձեզ։ Այն Ջոսեֆը հասկանում է։ Եթե Հովսեփը հասկանում, պետք է երեխեքն հասկանան, թե չգնա բացադրի անց։ You get that one? Ասում they're more mightier than us. So օթի մեջ ხო չես կարա, մի բար չի կարա օթի մեջից զորավոր եղնի։ Դու ո՞նց կարաս մի հատ sense
Իսրայելցիք բան չէին, այն ավստրացիները մեծ բոյով ու եզեր չէին։ Նիհար, սենց ասենք, քեզնից նիհար։ Դե ես դու չաղենք, ինքնամ նիհար, էլի։ 800 հատ մարդ են սպանում։ Ոնց կարա դեն սպանել նիհար, հնարավոր։ Դու կարա քանի հատ մարդ կարա սպանես։ Ասում 0։ Ասում 500։ Yeah, all right. 500 չիրոս կարաս ուտես, ապա իմ հետ երևի։ Let's go to 10. Guys, stop talking. I'm not done yet. Don't interrupt Holy Spirit. You guys don't talk. Verse 10. Հիշեք, երբ որ խոսում եք, չէ, ուրիշներին խանգարում եք, honestly. Just be quiet. Ես կատակներ եմ անում, որպեսզի դուք մի քիչ արտանաք։ Շատ որ նույն տեմպերով գնամ, շատ այդ արդեն հեռախոսներն եք նայում, շատ այդ արդեն եուների հետ եք խաղում, շատ։ So I'm making jokes որ հելնեք։ Հենց դեմ արդեն եուների ու սենց արդեն այն քարակուսիներն են հաշվում, ասում եմ կատակ անեմ։ Իմաստն ինչ եկել ես ու պիտի ասենք ինչ է, դες սկսեմ լավ։ What's the point? 10. Եկեք խորամանկությամբ վարվենք նրա հետ։ Oh, that's the key right there. Եկեք խորամանկությամբ։ Now, այս բառը ես ինքս նստել եմ անգլերենում ասում shrewdly. In Tanakh it says shrewdly. SHREWDLY shrewdly. Now, գիտեք ինչ է նշանակում այդ Աստծո ժողովուրդ։ Let me tell you what that means. Այսինքն հասկանանք իրանց circumstance-ները եւ օգտագործենք իրանց դեմ. Pretty much that what it is. Եկեք սովորենք իրանց մասին եւ իրանց դեմ դուրս գանք. That's what wisely means. Դրա համար Աստծո ժողովուրդ բոլոր առաջնորդներին չի թույլատրվում եկեղեցու անդամների հետ մոտիկություն անել, որովհետև թույլ տեղը բռնեցին գլխիդ քարով կտան ASAP։ Բոլոր լիդերները փորձում են միշտ մենակ մնան։ Եթե դուք նկատեք, բոլոր լիդերները միշտ մենակ են եղել։ Why? Որ իրանց թույլ մասերը չտեսնեն։ Ճիշտը տենց է։ Հանկարծ մի քիչ հետը շփվում ես, դե detect են, որովհետև հիշեք սատանան Աստծո ժողովուրդ աչք կա տալիս թե քրիստոնյաներին, թե Քրիստոսից դուրս եւ լեզու ատալի, թե քրիստոնյաներին, թե Քրիստոսից դուրս։ Եվ այս մարդիկ սկսում են խոսալը, անընդհատ նեգատիվն են տեսնում քո մեջ, լավը չեն տեսնի։ Որովհետեւ երբ որ դու տեսնես մի մարդ մենակ վատ բաներ է խոսում, ինքը expose է եղել սատանայի աչքի ու բերանի վրա, պետք է զգուշ եղնես։ Այդ տեսակ մարդկանց հետ վիճվել պետք չի, սուս մնա։ Մի անգամ փորձում ես հետը խոսաս, երկրորդ անգամ you better not separ and բանից ու կարի վրետ։ Me don't talk, իմաստ չունի, չես կարող հաղթես, որտեվ իրանք մենակ նեգատիվն են տեսնում։ There is no way որ իրանք։ Դրա համար Աստված ասում է, եթե դու լուր մնաս, ասում է իրանք այդ բոլոր այդ բոմբերը, որ վրետ են գցում, իրենց գլխին կհավաքվի, կգժվեն։ You have to be quiet, very quiet. So let us deal shrewdly, meaning using օգտագործում եմ մեկի դատելով մեկին սովորելով այդ մարդու մասին օգտագործում են իրանց դեմ։ Նա հիմա այս մասը ուզում եմ շատ կարևոր է հասկանալ։ Թագավորը իմանալով որ Աստված կա իրանց գլխին ու իրանք զորավոր են ավելի քան թե փարավոնը, so փարավոնը պետքա մի բան գտնի որ կարողանա իրանց շեղի, right? So եկեք տեսնենք ոնց անում, բայց այս conversation չի վերջացել։ Ինքը ուրիշ բաներ ասում որ պետքա։ Come on, let us deal wisely with them. Այս wise բառը սխալ է գրած by the way։ Ճիշտ չի։ Այս թարգմանությունը լրիվ եկեք սովորենք իրանց մասին, տենանք սրանք ոնց են զորացել։ In other words, եկեք սրանց կտրենք Աստծուց։ In other words, եկեք անենց անենք որ սրանք չկարողանան ապաշխարեն։ That's the key. Անենց մի հատ circumstance անենք, որ չկարողանան ապաշխարեն։ Գիտեք ապաշխարությունը ինչ է։ Ապաշխարությունը երկու միտք ունի։ Մեկը որ գալիս ես Աստծուն, մյուսը որ Աստծո հետ անդադ շտկվում ես։ It's called repentance։
մենք ամեն օր repent ենք անում։ Գնում ենք ասում տե ջան կներես։ Մանավանդ երիտասարդ ծնողները միշտ իրանց երեխեքի վրա ջղայնանում են, չէ՞։ Խփում են, ծեծում են։ Հետո գնում ասում են տե ջան կներես։ Դուք չեք արել մեծահասակներ։ Լավ էլ արել եք։ Ռիտան ասում են հենց խփեցի, ասում են մի տարի էր իրականից որ խփում ես երեխուն, սենց հրեշտակ անընդհատ հիշացնում ա քեզ։ Դատում ա քեզ, որ դատվես, վերջում ասես կներես։ Որտեվ երեխեքին իրավունք չունես տենց վայրենի ձևով խփես։ Իսկ ծնողներ կան կարծես են գժվում են, դե հոգնած եկել է, այն էլ զռում է ապե։ Երեխեքն էլ զռալու բան են, վարպետներ են։ Իրանք այնքան կզռան, մինչև դու վեկալես կամ քեզ կդրես կամ իրանց մանես։ Why you think you yeah. Այդ over որ չի ամուսնացել, չմտածի, oh she's so cute. Oh, depends when. Not always kids are good, trust me. Ամենավատ ժամանակա, որ ուզում ես երեխեքիդ պահես, այդ որ ուզում ես քնես։ Ուզ վեր են կենում։ That's very bad. Արդեն սաղորը չլվել ես։ Երեխին քնացնում ես, պետք է 2 ժամ ձեն չհանես։ 2 ժամ հետո հելնում են, տակները փուփ են անում, նորից կաթը պտտած, զբաղացնես, գրկես, մանկաս, չգիտեմ ինչ անես, 2 ժամ հետո քնեն, 2 ժամ հետո նորից հելեն, 2 ժամ հետո նորից քնեն, 2 ժամ հետո նորից ու սենց տարիներ ու մեկենամ ես ասում, արից պետք է էսի ախպեր։ Իմար հանգիստ ապրում է, էլի։ Ու մեկետեն մեզ միամիտ գալիս հայլում ու ասում ես, «Էսով է, դու էսով է, փոխվել ես, մեծացել ես»։ Սա գեղեցկությունից ես մի օրվա մեջ գնում է։ Դրա համար չեք նկատել ծնողները 50-ում են նոր սկսում պարապելը, վազելը։ Երեխեք մեծանեն, բրծանում ենք։ Ու արդեն նոր ասում են գնանք պարապենք, ես ինչ ենք եղել, ոնց որ դիֆորմացված sense չգիտես ինչի նման ենք։ Ես ինձ հայլում ես չեմ նայում, վախենում եմ։ Այնուր տեսած, «Յա, դու ով ես»։ Ինչ վախենալու դեմք է։ Դե կանայք միշտ սիրուն են մնում, no, why but anyway. My point-ը էսի է, որ փարավոնը իմանալով ասում է արեք ձևը գտնենք։ So, եկեք տեսնենք էլ ինչ ասում, կարդա Աննա ջան։ So wisely չի։ Գուցե բազմանան եւ այնպես լինի, որ երբ պատերազմ ծագի, նրանք էլ միանան մեր թշնամիներին եւ պատերազմեն։ Այստեղ փարավոնը ինքը case-ը բացում է Աստծո ժողովուրդ։ Case-ը ստեղից ասում։ Կարակ օրինակ էս իմաստությունը վերցնենք։ Փարավոնն ասում է. եթե պատերազմի գնանք, բայց ով է փարավոնի հետ կռվելու։ Ինքը աշխարհը հրճակ պետություն է։ Ով պետք է իր հետ կռվի։ Ոչ մեկը։ Բայց ինքը case-ը բացում։ Ինքը անեցք է վեկալում իր վրա։ Սատանան տենց է։ Սատանան case-ը բացում, անեցք է բացում։ Անեցք սկսում է իրանով, հետո որպեսզի այդ անեցքը չգա իր վրա, apply-անում ուրիշների վրա։ That's how it things works. You guys understand what I'm saying? Ինքը case է բացում իր վրա։ Ինքը սատանան ինքը իր վրա case է բացում։ Ինքը իրան անիծում է։ Ասում է հանկարծ կարող պատերազմ եղնի, ու սրանք դրանց հետ միանան։ Այդ քեզ ով ասել։ So ինքը ուզում է ասի, որ ես թույլ եմ, ես անիծված եմ, ամեն ազգ որ կա մեզ ջարդելու, սրանք էլ իր հետ միանալու են, ինքը իր վրա case է բացում։ Wonderful. Բայց հիմա այդ case-ի խնդրեմը ով է? Իսրայել ազգն է։ Եկեք Իսրայելին ոչնչացնենք։ Իմ անեցքի կորիզը եկել է Իսրայելից։ He curses himself to curse you. That's crazy good. When the Lord gave me this, my mind was like, what? Դրա համար Սաղմոս 35 հիմա կենթանան ասում է, cast iniquity upon me. Սատանան curse անում մի մարդու վեկալում է, այդ մարդը վրա curse բացում ու ասում է այդ curse-ը թափի դրանց վրա ու դու տակից դուրս արի։ Man, this is good. You see, let us deal with them not wisely, because wisely is wrong. It's called, what do you call this? Shrewdly, yeah. Let's study it. So, ոնց կարաս քրիստոնյաներին ձեր տաս։ Աստծո երթումը օգտագործեց իր դեմ։ So ինքը ասեց, սրանց մենակ մի ձևով կարանք սպանենք, ջուրը գցենք, բայց պետք է ձև գտնենք։ Բայց սկզբից քեզ բացեց ինքը իր վրա։ Ես թույլ եմ, Իսրայելը կգա իմ դեմ։ Ով չի հասկանում ինչ եմ ասում։ Do you guys understand?
No, really, seriously? This is very important, by the way. Let me just read something for you, okay? Here. Says this. Give me 1 second. Okay, let's see. Where is my thing? Pharaoh is like a person who curses himself but applies his curse to others. In other words, asma yes hankarts krivsksi. Let's read it again. Asma, so that they may not increase, otherwise in the event of war. What event? Ինչ war. War չկա։ Դարերա իրանք չեն կռիվների մեջ ընկել, որտեվ իրանք դուք Եգիպտոս եք խոսում, մեջ ազգ է ապրում, ու Աստված այդ ազգին պաշտպանում է։ Իսրայելը ընդեղ է։ Ոչ միտեղ չի գրած, որ Եգիպտոսը պատերազմ մեջ եղել, իրանք խաղաղ հանգիստ ապրել են Իսրայելի պատճառով։ Ամերիկան ինչի է օրհնված։ Քրիստոնյաների պատճառով։ Քրիստոնյաների պատճառով։ Քրիստոնյաները Աստծո ներկայությունը բերում են այդ տեղը, Աստված էլ իրանց պատճառով չի պատժում։ Ուզում եմ մի բան ասեմ ձեզ Աստծո շնորհիվ։ Պատրաստ եք։ Հələ չենք բրծել, լիքը բան կա։ Okay, ուզում էսի լսեք։ Սրա վրա եմ ես էսի ասում ձեզ, okay? Այս որ փարավոնն ասում է կաղա պատերազմը չի։ Հիմա քեսը ո՞նց է բացելու։ Ո՞նց է ինքը իր անեցքը, իր բացած անեցքը քսելու քո վրա։ Մի հատ հետաքրքիր բան ձեզ ասեմ։ Հիշում եք Ադամին ու Եվային։ Եվան, according to scholars, ինքը գնում էր ու օծի հետ դասընթացներ էր անցկացնում։ It's fact is true. Սատանան իրան դաս էր տալիս, բայց ինչ ձևով էր դաս տալի։ Գիտես, որ դու սենց ես արդար չի, դու ավել լավը կարաս յանես։ Այ որ Արմենը քարոզում է, ճիշտ, դու պետք է քարոզեիր։ Քո ընկերդ բիզնես է բացել, իսկ դու բիզնես չունես, արդար չի։ That's what devil is actually doing. Սատանան ասում էր, որ արդար չի, Աստված քեզ ստեղծել է ու իր աստվածությունից քեզ ոչ մի բան չի տվել։ Արդար չի։ So կինը գալիս է Ադամին ասում է, գիտես, արդար չի։ Ադամն ասում է, ի՞նչը։ Ի՞նչը արդար չի։ Դե ասում է, յանի ինչ, այս ինչ կյանք է։ Բայց ինչ կյանք է, Ադամ, ջուրը իրան դուս է գալի ջրում, պարտեզը դուս քիչ ես ջրում, սպրինկլեր չունես, ջրի փող չես տալի։ Արևը ժամանակ իրա լույսը տալիս է։ Ուտելիքդ ուտում ես, հավիտնական ապրում ես, ոչ մի բանի մասին չես մտածում։ Ինչը արդար չի, Ադամ, չէ արդար չի, որ Աստված իր աստվածությունից բան չի տվել։ So կինը արդեն exposed էր եղել այդ mentality-ով։ Աստծո խոսքի մեջ գրած ասում է սատանան նրանց միտքը կքարացնի, նրանց լսելը կկտրի, նրանց տեսելն չի թողա որ տեսնեն։ He's blocking everything. Այս մարդը մնում է մի հատ բանի մեջ, արդար չի։ So ինչ եղավ։ Այդ Եվան, որ ապրում էր Եդեմական պարտեզում, ուներ բոլոր հնարավորությունները just in one day, գործում որտեվ արդար չի, ինչը արդար չի։ Լավ կին ունես, լավ ամուսին ունես, լավ ընտանիք ունես, լավ բիզնես սատան գայսա, արդար չի։
You see how devil is? Curse needs to apply on you. So circumstance ինքը create անում։ Ադամն էլ գոնե divine judgment ունենա համաձայն մակնոջ հետ։ Ադամի մեղքը դրա մեջ է, որ ինքը divine judgment չարեց։ You gotta judge in divine. Ոչ թե դու պետք է ասես, արդար չի, իմ ընկերուհիս հերրախոսունի ես չունեմ։ Սո քո ժամն է գա։ Ես լսել եմ մարդիկ, որ միլիոներ են աշխատել, կործանվել են։ Ask yourself a question. If I give you $1 billion, ինչ կանես $1 billion of? You're going to freeze, you might die. Գիտես ինչի, your capacity is 10,000. That's how much you know. $1 billion տուն կառնեմ, հետո ավտո կառնեմ, հետո նյորեդի մեզ հրապ տուն կառնեմ, ավտո կառնեմ. You don't have a vision. Մարդիկ Աստծուց փողեր են ուզում։ Աստված ասում է, սրան տամ ինչ կմեռնի։ Ավելի կոմպյուտերի մի քանի տարի ավել ապրի։ Երբ որ Աստծուց մի բան ես ուզում, մի հատ մտածի կարաս, այդ տակից դուրս գաս, որտեվ Աստված առատությամբ է տալի, կարող խեղդվես։ Չդիմա չկարնաս տակից դուրս գաս, it's crazy. So let's go. So Ադամի case-ը փարավոնի case-ն է։ Իսրայել ազգը չկարողացավ divine դատի, այլ սենց արեց։ Շարունակիկ, Աննա ջան։ Պատերազմ ծագի, նրանք էլ միանան մեր թշնամիներին եւ պատերազմեն մեր դեմ ու դուրս ելնեն այս երկրից։ So ինչ արեց հիմա, սկսեց։ Ասում է 11:11 Դրա համար գործավարներ դրեցին նրանց վրա, որպեսզի չարչարեն նրանց իրենց ծանր աշխատանքներով։ Եվ փարավոնի համար կառուցեցին շտեմարան։ So ինքը փարավոնն ինչ արեց, քանի որ Իմիջայլոս էս Փիտոնն ու Ռեմեսիզը իրանք ասում են, որ մի հատ փարավոնը սարքելը քանդվել է, ոնց որ թազա են սարքում ուրիշ անունով, երկու քաղաք չեն սարքում։ Մի հատ քանդվել է, հիմա ուզում մի հատ են սարքում։ Project-ը որոշ է փարավոնը, project-ը որոշ է։ Project-ը սենց է։ Ասում է, քանի որ իրանք ավելի զորավոր են, փարավոնը վերցնում է, մի հատ քարփիչ է կախում վզին, true story by the way։ Ու գալիս է կայնում է սաղ եգիպտացիների առաջ ու ասում է, ես կուզեմ մի հատ քաղաք սարքենք։ Դե պատկերացնում ես, ասենք Թրամփը գա, լապատկեն վեկալի ու սկսի փորել։ Օրինակ դու կթողած, որ ինքը փորի։ Պրեզիդենտը, ամարտ կասես գնացեք այդ մարդը պրեզիդենտ մարդը, թագավոր մարդը, այդ մարդը էսա այնա գնացեք ամոթ արա, վեկալեք, փորեք, խայտարակ խոչեք, դավայել եք սաղ։ You see what devil do? So Իսրայել ազգը սկսում են այդ խշմտանքով իրանց ձևը փոխելը։ Իրանք հովիվներ են, իրանք շինարարներ չեն։ Բայց փարավոնի խղճալու, որտեվ փարավոնն ասում է Հովսեփը տենց արե։ Դուք էլ արեք։ Ձեր առաջնորդ Հովսեփը սենց էր վարվում Եգիպտոսի հետ։ Դուք այս հարցով ինձ օգնեք, ախպեր։ Սրանք է վեկալան, այս taskmaster-ները, սրանք եգիպտացիներ չեն, սրանք 12 այդ ցեղի մեծերն են, հայրերն են, լիդերներն են։ Սրանք է գալիս ասում են, ախպեր լավ արեք, մարդը տարիներ ապրում ենք ստեղ, տարիներ աստեղ հաց ենք ուտում, մեր երկրի պես իրանք մեզ լավ են նայել։ Բայց փարավոնի գլխի մի հատ ուրիշ նպատակ կա, սրանցով սկսում է ճնշելը ժողովրդին։ Սրանց սկսում է ծեծելը, մնացած դուք կկարդաք։ Սրանց սկսում է նեղացնել, սրանք գնում են լիդերներն են, չէ՞, ասում են, խի չեք անում, արեք էլի, ձեր պատճառով մենք ծեծ ենք կերել, ձեր պատճառով մենք նեղվել ենք։ Սրանք էլ իրանց առաջնորդներն են, ստիպված էլ են աշխատում։ Next thing you know, արդեն ընկել է ստրկության տակ, պարտականության տակ։ Դրա համար Աստծո խոսքի մեջ ասում է, եթե մեկի մի բան ես խոսք տալիս, ասում է հենց զգում ես, որ արդեն ընկնում ես թակարդը, ասում է գնա այդ մարդուն ասա, որ կներես, չեմ անելու։
Մենակ Աստծուն ա, որ չես կարող ասես էդի, մարդուն կարաս։ Ես շատ եմ արել։ Մի բան եմ խոստվել ու գնացել եմ տուն, իմ մեջ գցե բռնել եմ, որ մի րոպե։ Սրա եթե ես էսի անեմ, կանգնել եմ կարա կզանգել, ասեմ կներես։ Դու իսկ քաշեցիր, չքաշեցի կներես։ Ես ավելի կարևոր եմ քաշել դու։ Եթե ասում եմ մեկի մի բան խոստաս ու հանկարծ ընկնես որոգայթի մեջ, ասում եմ քեզ բրծեցնելու համար զանգի ու ասա չեմ կարող անեմ։ Just plain, չեմ անում ախպեր, կներես։ Դուր չի գալի, դու գիտես։ Մարդիկ ասում ապե խոսք եմ տվտանեմ։ No, don't do it. You're stupid. Don't do it. You're going to get in trouble. Քեզ ով դրա մեջից հանելու։ So, 5 minutes, people, and I'm almost done. Երբ որ ուզում եք եկեք մի հատ արագ կարդանք. Can you read 10, 11, 12, 13, 14, 15, 16 and I want to just go briefly this one. Եկեք խորամանկությամբ վարվենք նրա հետ։ Գուցե բազմանան եւ այնպես լինի, որ երբ պատերազմ ծագի, նրանք էլ միանան մեր թշնամիներին եւ պատերազմեն մեր դեմ ու դուրս ելնեն այս երկրից։ Դրա համար գործավարներ դրեցին նրանց վրա, որպեսզի չարչարեն նրանց իրենց ծանր աշխատանքներով։ Եվ Փարավոնի համար կառուցեցին շտեմարան քաղաքներ, Փիթոմը եւ Ռամսեսը։ Բայց որքան չարչարում էին նրանք այնքան ավելի էին բազմանում եւ աճում։ Նրանք երկյուղ էին կրում Իսրայելի որդիներից։ Եգիպտացիները բռնությամբ ծառայեցնում էին Իսրայելի որդիներին եւ դարձնում էին նրանց կյանքը։ Ժամանակ չկա սրանք ձեզ բացատրեմ, աշոտ կներեք, I'm out of time. That's pretty much. Կուզե բացատրեմ, բայց it's too late. Եվ դարձնում էին նրանց կյանքը ծանր աշխատանքով, կավով ու աղյուսաշինությամբ եւ դաշտային ամեն տեսակ գործերով։ Ինչ աշխատանք էլ որ անել էին տալիս նրանց, բռնությամբ էին լինում։ Եգիպտոսի թագավորը խոսեց եբրայցիների մանկաբարձների հետ, որոնց մեկի անունը Սեփրա էր, իսկ մյուսը Փուա։ So Սեփրան ու Փուան, էսի Մարիամն ու Մարիամի մաման։ Իրանք լիդերն էին բոլոր այդ բոլոր հղի կանայք, որ հղի անում են, ու ինչի այն երկու հոգի, որովհետև իսրայելցի կանայք իրանք առանց որևէ օգնությամբ երեխա են բերում։ Իսկ եգիպտացիների կանայք օգնության կարիք ունեին։ Նրանք սենց ճագարպես դուրս են գալիս։ Օրտնված էին, բայց եգիպտացիք հատուկ թերապիներ էին գնում, մարզանքներ էին անում, ես ինչ օիններ են, որ մի հատ երեխա դուրս գալ մարդու մեջից։ Իսկ սրանք իրանք ասում են, հեսա կկարդակ, ասում են մենք իրանք ուրիշ ձև են, եկեք կարդանք, որ նայեք։ Իսկ ինչի է Փուան Մարիամը, որովհետև Մարիամը երբ որ գալիս էր ամեն մի երեխա ծնվում էր Իսրայել, ինքը երգում էր, ասում էր՝ մի օր մի հատ երեխա կծնվի, որ մեզ Եգիպտոսից կազատի։ Մի օր մի հատ երեխա կծնվի, որ մի օր մեզ Եգիպտոսից կազատի։ Ուրիշ դուրս չէր գալի դա։ She always sing this song. Դարմար she was a prophet. Remember, she was a prophetess, right? Ինքը միշտ ամեն երեխա երգում է։ Այն հիվանդանոցները գնացել եք, որ ամեն մի հատ երեխա երգում են, երգ են դնում։ It's true. Մարիամը միշտ ամեն մի երեխու վրա prophesy-ան. She was crazy. That's why she's very popular. Մարիամ անունը popular է, որովհետև ինքը ամեն մի երեխու վրա երգել է։ Որ մի օր մի հատ երեխա կծնվի, որ Իսրայելին կազատի։ Ինքը refer անում Հիսուսին։ Բայց միևնույն ժամանակ Մովսեսին նկատի ուներ, right? So let's continue. 16. Գնացինք։ Եվ ասաց. Եբրայեցի կանանց, երբ ծնունդ ընդունելիս լինեք, նայեք, եթե տղա է, մերթրեք նրան, եթե աղջիկ է, թողեք ապրի։ Հիմա մի հատ սիստեմա Փարավոնը ասելու, որ այդ կանայք անեն, լսեք։ Սակայն մանկաբարձները վախեցան Աստծուց եւ չարեցին այն, ինչ Եգիպտոսի թագավորն ասել էր իրենց, եւ ողջ էին թողնում արուներին։ Այնտեղ ասում է,
Եթե տենակ արյունը, ուրեմն Իսրայել Եգիպտոսում, որ ուզում էին կանայք իմանային հղի են թե չէ, ինչ որ բանի, what was it, Arthur? Remember I told you to check? It was a ծորենի ու մի հատ ուրիշ տեսակի վրա իրանք մեզ էին լցնում։ Այդ մեզը եթե փոխում էր, իրանք գիտեն հղիա թե հղի չի։ Կարա Google անեք նայեք, եգիպտական մեթոդ է։ Իսկ եգիպտացիների երեխեքը որ ծնվում են, աղջիկը որ ծնվում են, երեսները ներքև էր, տղեկինը վերև էր։ So իրանք ինքը ինչ էր առաջարկում իրանք, ասում էր, որ երեխեն դուրս է գալի, որ պետք է դուրս գա, ասում էր սկույզ արեք ու սպանեք հենց այդպես, որ մաման չիմանա։ Բայց իրանք չարեցին։ So իրադ պլանն էր, որ ծնողը չզգա, որ երեխը մեռած, այսինքն մեռած հանեն դուրս, որովհետև գլուխը երեխու հակառակ էր դուրս գալիս, տղունը վերև աղջկան է։ Այսի մեթոդներա, որ տարիներ իրանք նայել են։ Հիմա այսօր էլ ով է տես բաներ նայում, այնքան տեխնիկա ունեն, որ brother, սոտ նայում են տղայա թե աղջկա փորի մեջ։ Come on people. Սկի կաղը պետք է չի ասեն երեխա դուրս արինք իրա ձեռով դուրս գա, սկսի Uber քշելը։ But let's continue. Եգիպտոսի թագավորը կանչեց մանկաբարձներին եւ ասաց նրանց. Ինչու այդպես արեցիք եւ ողջ թողեցիք առուներին։ Yeah. Մանկաբարձներն ասացին Փարավոնին. որովհետև եբրայացի կանանց եգիպտացի կանանց նման չեն։ Exactly. Եգիպտացի կանայք թերապիի պետք է գնան, հատուկ մասաժների պետք է գնան, հատուկ ուլտրասաունդների պետք է գնան, հատուկ դեղեր պետք է խմեն, էպիդրիլ պետք է սրսկվեն, եսի մնչեր պետք է անեն հու հա հա հի հու հա, միջը մի հատ երեխա զուգած արդեն 12 հատ հանել է մի վարքյանում։ Ինչ թերապի ինչ բան։ That's a blessing, որտեվ անեց կա, ասում է կինը ցավով հղիանա, չէ երեխա բերի, բայց ցանկ ցավ չունեն, այդ ցավը վեկալել ասել, ռթ 12 ու զռում են։ Կարթա։ Որովհետև եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն։ Ահա։ Նրանք առույգ են։ Մանկաբարձը դեռ նրանց մոտ չհասած ծննդաբերում են։ Exactly. Երկու հոգի ունեն։ Սաղ Իսրայելու մեջ երկու հատ պատասխանատու քույրիկներ ունեն։ Մեկը Մարիամի մերն էր, մեկն է Մարիամը։ Մարիամը գնում ասել շալոմ, շալոմ, շալոմ։ Մարիամն ասում էր Աստված սրանցից մեկին կբերի, որ մեզ ազատի։ Պատկերացնում ես։ So, ամենավերջում Աստծո ժողովուրդ։ Գնանք ամենավերջի համարը։ Փարավոնը ջղայնանում է ու իսրայելցիների ու եգիպտացիների երեխեքին գցում է ջուրը, ասում սաղեն է սպանեք։ You guys never noticed this one, huh? Ինքը իր երեխեքին էլ ասպանում։ Եկեք գնանք same number on the end of this verse. Այդ նույնի ամենավերջի համարը կարդա, մեկի ամենավերջի համարը կարդա։ Փարավոնը հրամայեց իր ժողովրդին ասելով. ծնված ամեն տղայի գետը նետեք, իսկ ամեն աղջկա ողջ թողեք։ Իր անիններն էլ հետը։ Իր անիններն էլ եգիպտացիքել են երեխա գործերը։ So, եկեք ստես մի բան ասեմ ձեզ։ Ինչ արեց Փարավոնը։ Առաջինը Աստծո ժողովուրդ force արեց, որպիսի մի հատ ուրիշ կյանքի մեջ մտնեն։ Force արեց, labor, աշխատանք, մի բան, որ իրանց circumstance-ներից դուրս էր։ That's one. Հետո դրա մեջ իրանց վերցրեց, սարքեց ստրուկ։ Դրանց հետո երբ որ մարդուն սարքում է ստրուկ, ինչ կարաս այդ մարդուն է, սպանես։ Արդեն քո ստրուկն է, ինչ կուզես կարաս անես։ Եվ ինչն է հետաքրքիր, որ այս դեպքում, երբ որ մարդը դառնում է ստրուկ, այլևս չունի կարողություն ապաշխարելու։ Երբ որ դու քո ձևդ փոխում ես, դժվար է ապաշխարելը, արդեն այդ ծանրության տակ ես ընկնում։ Դրա համար Հակոբոսի մեջ Աստված ասում է, ինչ որ ուզում եք անեք, ինձ սկզբից հարցրեք։ Որովհետև այն ինչ որ դու չունես, չկաս մեջ ու անում ես, կարող է դրա մեջ մնաս։ So բայց սա point is here. Սատանան կարողանում է անեցք ստեղծի ու apply անի քո վրա by circumstances. Քրիստոնյայի թուլությունը դրա մեջ է, որովհետև քրիստոնյան միշտ նայում է մի բանից օգտվի։ You can do that. So սա շատ վտանգավոր է։ Կանգնենք ոտքի Աստծո ժողովուրդ։ I wish I can speak more, but I don't have time anymore. I'm done. Կարող ենք կարդանք Եսայա 6:10, 9:10, Isaiah 6:9.
Let's go Isaiah 6:9. Go ahead. Նա ասաց. Գնա եւ ասա այս ժողովրդին. Լսելով պիտի լսեք, բայց չհասկանաք. Տեսնելով պիտի տեսնեք, բայց չիմանաք։ Yeah. So իրական բանի մեջ ասում է նրանց միտքը կքարացնի, նրանց ականջները չեն լսի, նրանց աչքը էլ չի տեսնի։ So այս ամբողջ քարոզի իմաստը սա էր Աստծո ժողովուրդ։ Երբ որ Աստված ասում է դու քրիստոնյա ես, դա խոստում է, դա հաստատուն մի հատ հիմք է։ Բայց պետք է մի բան էլ հասկանաս, որ սատանան կարա էդի twist անի ու քո դեմ օգտագործի ու քեզ կործանի։ Ասած ոնց սրանց սպանենք։ Ջրով։ Բայց ոնց անենք։ Եկեք ծառացնենք, եկեք մեր ստրուկը անենք, որ էլ չկարողանան ապաշխարեն, դրանով էլ կարան կործանենք։ Ու ինքը իրան հանգիստ պահեց, որովհետև գիտեր, որ Աստված իրան չի պատժելու, որովհետև դրա համար չար մարդիկ ավելի երկար են ապրում, ավելի զորավոր են, ավելի լավն են, քան թե քրիստոնյաները։ Որովհետև սատանան գիտի ոնց իր մարդկանց էլ Աստծո դատաստանից բրծեցնի։ Իսկ քրիստոնյաները չգիտեն։ See the key? Չգիտեն։ Keep playing Armena Momostan։ Տեր ջան, քեզ փառք ենք տալու պատիվ։ Այս քարոզը Տեր ջան, թող ծալքի մարդկանց սրտերի եւ մտքերի մեջ Տեր Հիսուսին։ Օգնես եւ օրհնես ամեն մեկի երկնավոր հայրին։ Դու փառավորվես, դու մեծարվես։ Երկնավոր հայրին շնորհակալ ենք։ Պահես ու պահպանես ամեն մեկին։ Միշտ եւ հավիտյանս։ Փառք ենք տալիս եւ պատիվ ենք քեզ տալիս։ Հիսուսիմ շնորհակալ ենք քո ողորմությանդ եւ քո օրհնությանդ համար։ Պահես ու պահպանես թե քո ժողովրդին, թե այս եկեղեցին։ Հիսուսի անով ենք խնդրում եւ Աստծո սուրբերն ասեն ամեն։ Alright, այսօր վերջացրինք Աստծո ժողովուրդ։ Աստված օրհնի ձեզ եւ please չմոռանաք օրհնեք, անսպասկիզ գա, մենք ծախսեր ունենք, օգնեք, որ մեր բիլերը, մեր ծախսերը կարողանանք փակենք։ Շնորհակալություն, Աստված օրհնի ձեզ։ Այդտեղ ծրարներ կա